Տավուշից ու Գեղարքունիքից մի խումբ երիտասարդներ որոշել են ժամանակն է մարզային համայնքներում բարձրացնել թվային գրագիտության ու կիբերանվտանգության մասին իրազեկվածությունը։ Նրանք միացել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի, ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և SciHub Հայաստանի համատեղ նախաձեռնությանը կիբերանվտանգության ուսուցման ծրագրին։ Երիտասարդներն անցել են մասնագիտական ուսուցում, ուսումնասիրել կիբերանվտանգության հիմնական ռիսկերը ու հիմա իրենք են դարձել իրենց համայնքների համար կրթական հանդիպումների նախաձեռնողը։ Դպրոցներում ու համայնքային կենտրոններում նրանք խոսում են թվային անվտանգության կարևորությունից, կիբերանվտանգության կանոններից։ Դասընթացի հիմնական նպատակն էր, որ երիտասարդները սովորեն ժամանակակից աշխարհում ինչպես կարող է ճիշտ օգտվել համացանցից, ինչպես կարելի է թվային գրագիտության աշխարհում նոր բացառիկ հնարավորություն է ստեղծվել, որը հնարավորություն է տալի այդ երեխաներին ճիշտ օգտագործել ինտերնետ համացանցը, ինչպես նաև զերծ մնալ զեղծարարներից։ Մենք գիտենք, որ այսօր բավականին շատացել են զեղծարարները, իսկ մենք բոլորս պաշտպանված չենք, իսկ այս պահին արդեն մենք փորձում ենք Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Շիրակի մարզերում, եւ սա եւս մեկ հնարավորություն է ցույց տալու, որ այն երեխաները, ովքեր ներգրաված եղել են, արդեն իսկ կարողանում են իրենց փորձով կիսել իրենց հասակակիցների հետ։ Հանդիպումների ժամանակ երիտասարդները քննարկում են ինչպես ստեղծել անվտանգ գաղտնաբառեր, ինչ անել, երբ ստանում ես կասկածելի նամակ կամ հղում։ Ուսումնասիրում են թվային տիրույթում անվտանգության ապահովման առանցքային գործիքները։ Ինչքան ինֆորմացված է մարդ, այնքան պաշտպանված է ու պետք չի սահմանափակվել իմացածով, պետք է անընդհատ այս ոլորտում գիտելիքներ ձեռք բերել, որովհետև նույն կերպ էլ զերծարարներն էլ գիտելիքներ ունենում ու շարունակում են տարբեր ելքեր են փնտրում, որ մեզ խաբեն, այսպես ասած։ Նոր էլ այդ թեման էին քննարկում, թե ինչքան նամակներ է մեզ գալիս, օրինակ Հայփոստի անունից կամ բանկի անունից ներկայանում են, ինձ հետ էլ է այդպես դեպքեր եղել, իմ ընտանիքի հետ էլ ու իմ ընտանիքի անդամներին էլ անդադ հիշեցնում են, որ չբացեն այդ լինկերը, չպատասխանեն, քարտի տվյալներ չտան եւ այլն։ Տեղեկատվական դարաշրջանում կրթությունն ու անվտանգությունն իրենց տեղը պետք է գտնեն երիտասարդի առօրյայում։ Ուսուցողական հանդիպումը հագեցած էր ինչպես տեսական նյութերով, այնպես էլ գործնական առաջադրանքներով, ի նպաստ հաճախակի հանդիպող մեդիահարձակումների եւ զեղծարարությունների դեմ պայքարին։